Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Երևանում կայացել է հայ-ադրբեջանական 13-րդ հանդիպումը, ովքեր են մասնակցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը և ինչպես են մասնագետները գնահատում այցի քաղաքական նշանակությունը։ Ուժեղ Հայաստան կուսակցության աջակիցների են ձերբակալել, ինչ մանրամասներ է հայտնել քննչական կոմիտեն։ Սամվել Կարապետյանի հարցազրույցը հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչ թեմաներից է խոսել գործարարը։ Յոթ հայ գերիների հարցը ՄԱԿ-ի օրակարգում, ինչ են պահանջում գերիների ընտանիքները։ Ավելի քան 1.5 ժամ հեռախոսով զրուցել են Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, ինչ են քննարկել կողմերը։ Իրավապահների ուշադրության կենտրոնում կրկին ուժեղ Հայաստան կուսակցության անդամներն են։ Քրեական վարույթ է հարուցվել կուսակցության ևս մեկ անդամի նկատմամբ։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանու անդամի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքն ու երկրից բացակայելու արգելքը։ Քննչական կոմիտեի տվյալներով նրան մեղադրում են կուսակցական հավաքին մասնակցելու համար մի շարք անձանց նյութապես շահագրգռելու համար։ Ավելի վաղ ոստիկանությունը բերման էր ենթարկել նաև Սամվել Կարապետյանի, Ավանի և Աշտարակի աջակիցներին։ Փաստաբան Յուրա Իվանյանի խոսքով Արտաշատի գրասենյակի 5 անդամների նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Ընդհանուր 5 անձ է տնային կալանքի տակ, դատարանը հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը մասնակի էր բավարարել։ 2 անձի վերաբերյալ դատարանը մերժեց խափանման միջոցի կիրառումը, հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Մենք մի երևույթի հետ գործ ունենք, որ մարդիկ աշխատանքի են ընդունվում և պետք է բուկլետներ բաժանեն, քարոզչություն իրականացնեն, այնուհետև դրա համար վարձատրվեն, բայց իրավապահները դա որպես քողարկված կաշառք են բնութագրում։ Այս զարգացումների ֆոնին ուժեղ Հայաստանի անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը բանտում դիմել է բողոքի ծայրահեղ միջոցի։ Կալանավորումից 1 օր անց նա Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել։ Քաղաքական դաշտում միաժամանակ ակտիվ գործընթացներ են ընթանում։ Ուժեղ Հայաստան դաշինքը և ՀԱՅԱՔՎ միավորումը ստորագրել են գործակցության հուշագիր։ Հանդիպման ընթացքում ուժեղ Հայաստան դաշինքի համակարգող ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և ՀԱՅԱՔՎ ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Դրանով կողմերը հանձն են առել միավորելու իրենց ջանքերը ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։ Իսկ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ խորհրդարանական ընտրությունում վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերին հնարավոր պատերազմի վերաբերյալ հայտարարություններին։ Կարապետյանը վստահեցրել է, որ պատերազմ չի լինելու։ Հայաստանին սպառնում են 2 մարդ՝ Փաշինյանն ու Ալիևը, ասել է գործարարը։ Կարապետյանը խոսել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին։ Ռուբեն Վարդանյանի հետ իրոք մենք ունենք լուրջ ընդհանրություն, 2 հարազատ ընկերներով մեզ կալանավորեցին, բայց մի անհանգստացեք, շատ շուտով արդարությունը Հայաստանում հաղթելու է, արդարադատությունը հաղթելու է և ձևավորելով կառավարություն մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենասեր հայրենակիցները բոլորը վերադառնան Հայաստան, որովհետև ես վստահ եմ, որ դա կարող է անել միայն մեր ուժը օգտագործելով մեր միջազգային լուրջ հնարավորությունները։
Միջազգային իրավական հարթակում նույնպես զարգացումներ կան։ Ադրբեջանում պահվող 7 հայ գերիների ընտանիքներին ներկայացնող միջազգային փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի համապատասխան աշխատանքային խմբին, պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակում։ Դիմումը պահանջում է ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբից։ Տալ պաշտոնական եզրակացություն, որով պատանդներին ազատությունից զրկելը կճանաչվի կամայական։ Կոչ անել նրանց անհապաղ ազատ արձակել եւ պահանջել փոխհատուցում ազատությունից տևական ու անօրինական զրկելու պատճառած վնասի համար։ Պահանջել հնարավորություն։ Աշխատանքային խմբի ներկայացուցիչների համար այցելելու Բաքվի բանտում գտնվող հայ պատանդներին մինչև նրանց ազատ արձակումը։ Մինչ Բաքվում պահվող հայերի ճակատագիրը շարունակում է մտահոգիչ մնալ, երեկ Երևան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը։ Աղվերանում կայացած փակ-հանդիպմանը նա բանակցել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Կողմերը քննարկել են սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցեր։ Սա արդեն երկու երկրների համապատասխան հանձնաժողովների 13-րդ հանդիպումն էր։ Ինչ էր կատարվում Աղվերանում, ներկայացնում է Անի Աբաղյանը։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը քիչ առաջ անցավ հենց այս ճանապարհահատվածով, որը Երևանը կապում է Աղվերանին։ Աղվերանի Էփրիկորդ Աղվերան Ռիզորտ հյուրանոցի ճանապարհը փակ էր։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները հայտնեցին, որ հյուրանոցում հատուկ արարողություն է, որտեղ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն արգելվում է։ Ինչ արարողություն է։ Այդ արարողությանը ներկա է Շահին Մուստաֆայևը, որն Ադրբեջանի փոխվարչապետն է, պետական ծառայողն ասաց, որ չի ճանաչում, չի կարող տեղեկություն հայտնել։ Մոտ 2 ժամ այդ հատվածում մենք ուղիղ եթերում աշխատանք ենք կատարել, այս կադրերն ենք ֆիքսել։ Առավոտյան արտաքին գործերի նախարարությունից մեծ զրույցում հաստատել էին, որ Շահին Մուստաֆայևը Երևանում է եւ նա գլխավորում է ադրբեջանական պատվիրակությանը։ Այլ մանրամասներ չեն հայտնել, թե ինչ օրակարգով են նրանք Հայաստան եկել։ Իդեպ Շահին Մուստաֆայևը բացի Ադրբեջանի փոխվարչապետը լինելուց նաև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի նախագահն է։ Եվ վերջին հանդիպման ժամանակ, որը նոյեմբերին էր, կողմերը պայմանավորվել էին հաջորդ հանդիպումը Հայաստանում իրականացնել։ Թե օրակարգում սահմանազատման հարցն էր, չենք կարող նշել։ Աղվերանում կայացած հանդիպմանը չի մասնակցել իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նրա խոսնակի փոխանցմամբ հանդիպմանը ներկա է եղել միայն Սուքիասյանի ընտանիքին պատկանող Run Oil ընկերության ներկայացուցիչը։ Հիշեցնեմ, որ ընկերությունը զբաղվում է նաև ադրբեջանական բենզինի ներմուծմամբ։ Իսկ ինչպես են մեկնաբանում քաղաքագետները Ադրբեջանի փոխվարչապետի այցը Հայաստան, լսենք։ Я не думаю, что может идти к концу. Չեմ կարծում, թե կարելի է ասել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը մոտենում է ավարտին։ Այդ մասին կարելի է խոսել օրինակ Վրաստանի հետ սահմանի դեպքում, բայց ոչ Ադրբեջանի։ Սա տասնյակ տարիների աշխատանք է, նույնիսկ եթե չանդրադառնանք քաղաքական բաղադրիչին, այլ միայն տեխնիկականին։ Նախ ընդունվում են քաղաքական որոշումներ, հետո սահմանը որոշվում է քարտեզի վրա։ Եթե կողմերը համաձայնության են գալիս քարտեզի շուրջ, դրանից հետո արդեն տեղում աշխատում են գեոդեզիստները, որոնք պետք է անցնեն յուրաքանչյուր սանտիմետրով, եւ դա եւս համաձայնեցվում է։ Սա շատ արագ անել անհնար է։ Տեսականորեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը նշանակում է, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքից, որտեղ նրանք այժմ կառուցում են ճանապարհներ, կառույցներ, ռազմական օբյեկտներ եւ այլն։ Այսպիսով դա պատկերացնելը դժվար է։ Ինչ վերաբերում է այցին, ես անկեղծ ասած չգիտեմ դրա նպատակը։ Սկզբունքորեն դա կարող է ազդանշան լինել, որ սահմանազատման գործընթացը շարունակվում է։ Կարելի է նաև պատկերացնել, որ ինչ որ մի քանի կիլոմետր, օրինակ 1-ից 5 կիլոմետր հատված, ինչ որ կերպ սահմանազատվում է։ Եվ իհարկե դա չի կարող չկրել նախընտրական բնույթ, որովհետև այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, այս կամ այն կերպ կապված է հունիսի սկզբին սպասվող ընտրության հետ։
Իսկ քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը նկատում է, որ Շահին Մուստաֆայևի Հայաստան այցի օրը Հանրապետության հրապարակում ոչ թե հանրահավաք էր դրա դեմ, այլ բարի փառատոն։ Մարտիրոսյանը սա համարում է քաղաքական համակարգի վիճակի ախտորոշում, ընդգծելով, որ երբ իրական քաղաքական պահը փոխարինվում է ոչ քաղաքական ֆոնով, քաղաքական դերակատարները կորցնում են իրավիճակը գնահատելու կարողությունը։ Քանի ժամ էր պետք հավաքագրելու համար մի քանի հազար մարդ, քանի զանգ, քանի հաղորդագրություն, քանի կազմակերպչական քայլ։ Խնդիրը ռեսուրսի բացակայությունը չէ, խնդիրը այն է, որ այդ ռեսուրսը չի ընկալվում որպես քաղաքական գործիք, այն գոյություն ունի որպես ցուցակ, ոչ թե որպես գործող ուժ։ Այսօրվա ամենամեծ հակադրությունը սիմվոլիկ էր։ Մի կողմից հնարավորություն ձևակերպելու ոչ Ադրբեջանի քաղաքական ներկայությանը Հայաստանում, մյուս կողմից Պարի ֆեստիվալ Հանրապետության հրապարակում։ Եթե հանրահավաքները չեն անում սա, ապա դրանք ընդամենը ձևականություն են։ Ինչ իմաստներ են ունենալու բոլորի առաջիկա հանրահավաքները, եթե այսօր դա չեղավ որպես դիրքավորում եւ արձագանք իրողությանը։ Բայց այստեղ խնդիրը նույնիսկ դա չէ։ Եթե դու չես օգտագործում նման պահերը, դու չես կարող խոսել քաղաքական պայքարի մասին քո ընտրողի հետ, որովհետեւ քո ընտրողին հավաքական նարատիվի ցուցադրության, ուժի, կամքի, պատրաստակամության եւ ձգության համատեղ գործի չես կանչում։ Եթե դու չես կարողանում ձևակերպել եւ ցույց տալ ոչը այն պահին, երբ դա առավել տեսանելի եւ անհրաժեշտ է, ապա դու չես ձևավորում այլընտրանք։ Քաղաքականությունը չի կառուցվում միայն ընտրությունների ժամանակ, այն կառուցվում է նման պահերը ճիշտ օգտագործելով։ Մուստաֆայևի այցից մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանից Հայաստան տրանզիտով կուղարկվեն հացահատիկ եւ պարարտանյութ։ Իսկ քաղաքական դաշտում շարունակվում է քննարկվել կենսաչափական անձնագրերի թեման։ Ինչ պատմություն է ներկայացվում, ինչ ուղերձ է փոխանցվում եւ ինչպես է ձևակերպվում պետական ինքնության ընկալումը նոր անձնագրում, թեմային անդրադարձել է Սեդա Մակարյանը։ Ողբամս կես հայոց աշխարհ կասեր մեր պատմահայրը, որ թագավորը նույնիսկ մանուկ էլ չէ։ Հայաստանի Հանրապետության նոր կենսաչափական անձնագիրն իրականում անձնագիր է, նկարչական տետր, թե նախընտրական քարոզարշավի թռուցիկ։ Մասնագետները դժվարանում են միանշանակ գնահատական տալ պատմական տարբեր պատառիկներ ներառող այս փաստաթղթին։ Անձնագիրը դարձրել են իրենց ասելով, իրենք էլ ասում են, մեր պատմամշակութային ժառանգության կարծես ալբոմ, պատմական իրենք նկար են դնում ու մեկնաբանում։ Ներքին գործերի նախարարի հետ միասին նոր անձնագրի ձևավորումն ու գաղափարական բովանդակությունը հանրությանը ներկայացրել է վարչապետը։ Նրա համոզմամբ փաստաթղթում արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները, սակայն հանրային արձագանքը միանշանակ չէ։ Եթե մենակ ինքը լիներ կազմողը, կհավատ կասեի դե լավ, կիսագրագետ տղա է, այս սիստեմից թխել է անմագարտակ նկարներով, պատկերներով եւ ընդհանրապես ճշմարտության հետ առնչություն չունեցող մեկնաբանություններով։ Բայց որ ասում են գիտնականների հետ է խորհրդակցաբար արվել, այստեղ զարմանում ես։ Ովքեր են այդ գիտնականները։ Բնականաբար դիլնեն պատմության, մշակույթի, չէ, ներկայացուցիչներ, այդպիսի մարդիկ, եթե մեր գիտությունը եւ գիտնականները այդ մակարդակին են, բնականաբար վարչապետը ավելին չի կարող լինել եւ նրանց ավելին պետք է չի։ Մինչ անձնագրի բուն տեսքին ու խորհրդանիշներին անդրադառնալը հայագետը մեկ այլ կարևոր բանի վրա է հրավիրում ուշադրություն։ Նոր անձնագրերով Հայաստանի Հանրապետությունն այլևս իր քաղաքացու պաշտպանը չի լինելու։ Մեր անձնագրի վերջի էջին գրված է. Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Այս մասը պահպանված է։ Հաջորդ նախադասությունը Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասը հանված է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս պետական հովանավորություն չունի։ Հիմա դուք հասկացաք ինչ է նշանակում այս անձնագիրը, որը ժողովրդի վրա դարձյալ ծախելու համար էլի խայծ են տալիս։ Եվրոմիություն կարող եք ազատ մտնել։ Իսկ քեզ ով ասաց, որ Եվրոմիությունում քո այդ տխմար անձնագրով, որ ուզում ես սարքել, սպասում են, որի տերը նույնիսկ հովանավոր չունի։
Հիմա անձնագրում տեղ գտած սիմվոլների մասին։ Անձնագրում պատկերվել են Արտաշես բարեպաշտ արքայի կողմից հայքի սահմանները չափող սահմանակարերն արամեր են գրված։ Մի կողմ թողնենք, որ մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում դժվար թե նման գլխարկ լիներ։ Իսկ ըստ Փաշինյանի սահմանակարի ընտրությունը պատահական չէ, այն պետական եւ իրավական կարևոր գործիք է, ցույց է տալիս պետության գոյության եւ պետական կառավարման էությունը։ Այդ ժամանակների գյուղատնտեսությունը եւ սահմանակարի տեղադրման ձևը եւ դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, ինչպես նաեւ տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությանը եւ գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիան նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել։ Մասնագետները հակադարձում են, ըստ նրանց պատկերում սահմանակարը սխալ է ներկայացված, առանց ամուր հիմքի։ Ալբերտյանի գնահատմամբ սա խորհրդանշական է, արտացոլելով ոչ թե կայունություն, այլ հակառակը սահմանների խոցելիությունը։ Դրա կողքին գյուղացին վարյանում մի կողմից էլ երկուքին արդեն հունձ են անում, մեկը դեռ չվարը չավարտած հունձն են անում եւ ասում են սա խորհրդանշում է գյուղատնտեսությունը այդ շրջանում գյուղատնտեսության ոլորտում ռեֆորմներ, որտեղ է գրված ռեֆորմները, գերջուկն են, եզները թեն գեշկույներն են խորհրդանշում ռեֆորմները։ Անձնագրի մյուս էջում Հայաստանի քարտեզն է մարզերով, դասավորված այբենական կարգով։ Առաջինը Արագածոտն է, որտեղ պատկերված երեխաները դեմքով դեպի Արագած լեռն են, իսկ մեջքով դեպի Արարատ։ Հայագետի մեկնաբանությամբ այս կոմպոզիցիան խորհրդանշում է սերունդների հայացքի հեռացումը պատմական խորհրդանիշներից։ Հաջորդը այբենական կարգով Արարատն է։ Ինչ է կարծում, ինչ է ցույց տրված, խոր վիրապը։ Արարատի մարզը խորհրդանշում է խոր վիրապով։ Եվ որ կողմից է նկարված, ոչ թե Հայաստանի կողմից, որ Արարատը երևա, այլ Արարատի կողմից, որ Արարատը չերևա, այն կողմից է նկարը պատկերված։ Մինչ վարչապետը երկար ժամանակ խոսում է իրական եւ պատմական Հայաստանի տարբերակման մասին, հարց է առաջանում. ինչու է անձնագրում ներառվել մեծ հայքի պատկերային տրամաբանությունը, բայց բացակայում է դրա գլխավոր խորհրդանիշը՝ Արարատ լեռը։ Նրանք չունեն գիտական, պատմագիտական ընդհանրապես հայեցակարգ կոնցեպտ են ասում, հայեցակարգ չունեն, չգի, երբ իրենց ինչ հարմար է, սա նախընտրական ուրեմն, այս անձնագիրը հիմնականում նախընտրական քարոզչական միջոց է, ցույց տալու թե ինչքան հայրենասեր տղա է, եւ ամբողջ հայոց պատմությունը, հայ ժողովրդի երազանքներն ու նպատակները, դրանք փոխանակասի սահմանադրության եւ քաղաքապետական ծրագրերում արտացոլում, բերել անձնագրում է արտահայտում։ Ալբերտյանի համոզմամբ ազգային արժեքներն ու երազանքները պետք է ամրագրվեն ոչ թե անձնագրում, այլ պետական հիմնարար փաստաթղթերում սահմանադրության եւ կառավարման համակարգի միջոցով։ Հակառակ դեպքում խորհրդանիշները կարող են վերածվել ձևականության, զրկվելով իրական բովանդակությունից։ Սադամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի քան 1 ժամ տևած հեռախոսազրույց 1.5 ժամ զրուցել են հեռախոսով, կողմերը քննարկել են Ուկրաինայում հնարավոր հրադադարը, նաև Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր։ Կողմերը նշում են նաև, որ քննարկումներում որոշ առաջընթաց կա եւ համաձայնության հասնելու հնարավորությունը մոտ է։ Իսկ Եվրոպայում շարունակում են մտահոգված լինել Մերձավոր Արևելքում լարվածության հետևանքներով։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունների ազդեցությունը կարող է երկար ժամանակ զգացվել, հատկապես էներգետիկ ոլորտում։ Տասնամյակներ շարունակ գլոբալ էներգետիկ համակարգը գործել է հստակ կանոններով։ Արտադրողներն ու սպառողները շարժվել են փոխկապակցված տրամաբանությամբ, իսկ էներգետիկան դիտարկվել է որպես միջազգային կայունության կարևոր բաղադրիչ։ Սակայն այսօր այդ հավասարակշռությունը սկսում է փոխվել։ Ինչ վերադասավորումներ են տեղի ունեցել էներգետիկ ոլորտում, ռեպորտաժում։ Տասնամյակներով կառուցված տնտեսական հեղինակությունը, միջազգային վարկային վստահությունը եւ Պարսից ծոցի ամենազգայուն կետերից մեկի Հորմուզի նեղուցի շուրջ ձևավորված ռազմավարական հաշվեկշիռը վերջին ամիսներին հայտնվել են լուրջ հարվածի տակ։ Տարածաշրջանային լարվածության, հատկապես Իրանի գործողությունների հետևանքով Արաբական Միացյալ Էմիրությունները ոչ միայն ֆինանսական վնասներ են կրել, այլ նաեւ կասկածի տակ է հայտնվել տարիներով ձևավորված անվտանգության եւ տնտեսության կայունության մոդելը։ Նավթի համաշխարհային առևտրի գլխավոր զարկերակներից մեկը Հորմուզի նեղուցի հնարավոր
սահմանափակումը շուկան կանգնեցրել է նոր ցնցումների առջև, ստիպելով էմիրություններին վերանայել իրենց դերը ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային էներգետիկ քաղաքականության մեջ։ Աբու Դաբին աստիճանաբար փորձում է հրաժարվել այն մոդելից, որտեղ նավթի արտադրության ծավալները, արտահանման սահմանափակումները եւ գների քաղաքականությունը որոշվում են բազմակողմ ճնշումների ներքո։ Էմիրությունների համար սա պարզապես տնտեսական որոշում չէ, այլ ինքնիշխանության հարց։ Տարիներ շարունակ լինելով գլոբալ էներգետիկ համակարգի առանցքային դերակատարներից մեկը, այժմ ձգտում է ոչ թե հետևել սահմանված կանոններին, այլ մասնակցել դրանց ձևավորմանը։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի գնահատմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների հնարավոր ավելի ինքնուրույն վարքագիծը OPEC-ից կամ OPEC+ ձևաչափից դուրս պետք է դիտարկել ոչ թե պարզապես որպես անկախանալու քայլ, այլ նավթի գնագոյացման գլոբալ պայքարի համատեքստում։ Գները նավթի ձևավորումը հիմնականում Լոնդոնի եւ Նյու Յորքի բիրժան եւ դա դուրս է արաբների վերահսկողությունից, իսկ այս նպատակները վերահսկողության վրա այդ գործընթացի վրա ինչ որ ձևով ազդել։ Հիմա Միացյալ Նահանգները տարիներ շարունակ, եթե ոչ տասնամյակներ, միշտ ձգտել է քանդել OPEC-ը, որտեղ ինքը նույնիսկ տարիներ առաջ հատուկ օրենք ընդունեցին, կոչվում էր անտի-OPEC։ Աբու Դաբիի որոշումը շատ փորձագետներ դիտարկում են որպես էմիրությունների պատմության ամենակարևոր ինքնիշխան քայլերից մեկը, երբ պետությունը հրաժարվում է արտաքին թելադրանքից եւ ընտրում սեփական ռազմավարական ուղին։ Նպատակը պարզ է՝ նավթի գինը, արտահանման ծավալները եւ շուկայական քաղաքականությունը որոշել ազգային շահերից ելնելով։ Արաբական Միացյալ Էմիրությունների դուրս գալ OPEC-ից ինչ որ առումով ձեռք է տալիս հենց Միացյալ Նահանգների, որովհետեւ սա նշանակում է, որ նավթի արդյունահանումը այլևս քվոտավորված չի լինի, գոնե էմիրությունների հետ կապված, ինչը նշանակում է նաև փորձել նավթի գները արաբական երկրների համար ընդունելի միջին կամ միջինից բարձր տալ, ասեն էլ ավելի դժվար կա։ Սակայն OPEC-ի ճգնաժամը չի սկսվել Իրանի հետ վերջին լարվածությունից հետո, դեռ ամիսներ առաջ կազմակերպությունը կանգնել էր ներքին լուրջ խնդիրների առջև։ Վենեսուելայի շուրջ զարգացումները, Նիկոլաս Մադուրոյի շուրջ միջազգային ճնշումները եւ ներքին անկայունությունը հարվածեցին կազմակերպության ամենահին եւ խորհրդանշական անդամներից մեկին։ Որպես OPEC-ի հիմնադիր երկրներից մեկը Վենեսուելայի թուլացումը նաեւ քաղաքական հարված էր ամբողջ կառույցին։ OPEC-ը փորձում է միշտ քվոտավորել նավթի արդյունահանումը, որտեղ շատ նավթի արդյունահանումը միշտ բերում է նավթի գների անկմանը, որը շատ դեպքերում արդարացված չի OPEC-ի տեսակետից։ Հետևաբար հիմնական խնդիրն է, որ այդ քվոտավորումները միշտ չէ որ պահում են, կամ միշտ չէ որ դա աշխատում է։ Միաժամանակ խնդիրներ կային նաև այլ անդամ պետություններում՝ Լիբիայի անկայունությունը, Իրաքի ներքին ճգնաժամերը, Իրանի նկատմամբ ճնշումները, Նիգերիայի արտադրական խնդիրները։ Այս ամենը միասին աստիճանաբար թուլացնում էին այն միությունը, որը տարիներ շարունակ վերահսկում էր համաշխարհային նավթային շուկայի ռիթմը։ Վերջին 4 ամիսները փաստացի ցույց տվեցին, որ OPEC-ը կանգնած է ոչ միայն տնտեսական, այլև ինստիտուցիոնալ ճգնաժամի առջև։ Փորձագետի խոսքով հիմնական խնդիրը միշտ եղել է արդյունահանման քվոտաների պահպանումը, երբ անդամ երկրները չեն հետևում այդ սահմանափակումներին, ամբողջ կառույցի ազդեցությունը նվազում է։ Չպահպանելու հիմնական պատճառը այդ երկրների նկատմամբ հատկապես ամերիկյան ազդեցությունն էր, որը միշտ պայքարել է OPEC-ի դեմ որպես կառույցի։ Սոցիալ-արաբական երկրների համար նավթը երբեք միայն տնտեսական ռեսուրս չի եղել, այն միշտ փոխկապակցված է եղել անվտանգության համակարգի հետ, որի առանցքում տասնամյակներ շարունակ եղել են Ամերիկայի երաշխիքները։ Փոխադարձ պայմանավորվածությունը պարզ էր՝ էներգետիկ կայունություն անվտանգության դիմաց։ Այդ երաշխիքները վաղուց արդեն չկան, իսկ վերջին պատերազմը Իրանի հետ ընդհանրապես, ասեմ, վերջին մեղքն էին, այդ իրենց դագաղի, որ գիտեք ժամանակին կար կնքված պայմանագիր, որ ծոցի երկրները նավթ վաճառում են միայն դոլարով։ Հիմա Չինաստանի ակտիվությունը բերել է նրան եւ նաեւ BRICS անդամ երկրները, որոնք սկսել են նաեւ նավթը գնել ոչ դոլարով, այլ սեփական արժույթով։ Սակայն վերջին պատերազմը ցույց տվեց, որ այդ համակարգում առաջացել են լուրջ կասկածներ։ Արաբական մի շարք երկրներում աճել է թերահավատությունը։ Արդյոք Վաշինգտոնը նույն չափով պատրաստ է պաշտպանել իր ավանդական գործընկերներին, որքան նախկինում։ Այս ֆոնին Էմիրությունների նավթային անկախության ձգտումը միայն տնտեսական հաշվարկ չէ, այն նաև անվտանգային դիվերսիֆիկացիայի փորձ է։ Խոսքը Միացյալ Նահանգների անվտանգության հովանոցից դուրս գալու մասին չէ, այլ ավելի չեզոք եւ բազմակողմ դիրքավորման, երբ պետությունը փորձում է չկապել իր գոյաբանական անվտանգությունը միայն մեկ կենտրոնի հետ։ Այս պատերազմները իրենք հասկացան, որ ամերիկյան բազաները իրենց ոչ թե անվտանգություն են ապահովում, այլ շատ ավելի դեպքում այդ վտանգը դրանցից է գալիս, որտեղ սպառնալով Իրանին, իրենք նաև հարվածն են ստանում այդ բազաների ուղղությամբ եւ նաև
հենց իրենց պետությունների ուղղությամբ։ Եթե նախկինում ՕՊԵԿ-ը համարվում էր նավթային աշխարհի անսասան կենտրոնը, ապա այսօր այդ համակարգը վերաձևավորվում է հենց ներսից։ Էմիրությունների քայլը կարող է դառնալ նախադեպ, ցույց տալով, որ նավթ արտադրող երկրները այլևս պատրաստ չեն ենթարկվել հին պայմանավորվածություններին։ Իսկ եթե նավթի գինը դառնում է ինքնիշխան որոշման գործիք, ապա հաջորդ քայլը կարող է լինել նաև անվտանգային ինքնուրույնությունը։ Մերձավոր Արևելքում սկսվում է ոչ միայն նավթի, այլև ազդեցության նոր բաժանում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc.media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։